Նրա արվեստը տարբեր անվանումներ է ստացել՝ գրական էստրադա, մեկ դերասանի թատրոն, մենաներկայացում, ասմունք եւ այլն։ Բայց հենց ասմունք բառն է, որ ամենից քիչ է սազում նրա արվեստին, որտեղ նա բանաստեղծություններ չէր արտասանում բեմում, նա ուղղակի պատմում էր։ Ռուս տեսաբան Զաստասկու կարծիքով նրա արվեստն այդպես էլ չստացավ իր ճշգրիտ անվանումը, թեև այնտեղ նրա արվեստում նրա մեջ միախառնվում էին դերասանի, բայանի, պատմիչի, ասացողի հատկանիշները։ Այսօր խոսելու ենք հայ եւ խորհրդային բեմարվեստի մի բացառիկ արտիստի Սուրեն Քոչարյանի մասին։ Ծնվել է 1904 թվականին Թիֆլիսում։ Սկզբում ավարտել է Ներսիսյան դպրոցը, այնուհետև տեղի ռուսական գիմնազիան։ 1921 թվականին նա ընդունվում է Մոսկվայի նորաբաց հայկական դրամատիկական ստուդիա, որը ղեկավարում էր նշանավոր բեմադրիչ Ռուբեն Սիմոնովը։ 4 տարի սովորելուց հետո 1925 թվականին նա ընդունվում է Հայաստանի առաջին պետական թատրոն, այսինքն ներկայիս Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, դառնում դերասան եւ 7 տարվա ընթացքում խաղում շուրջ 30 դեր։ Դրանցից նշանակալի են Վասկա Պեպելը Գորկու հատակում պիեսում, Կակուլին Սունդուկյանի Պեպոյում եւ նույն հեղինակի Քանդած օջախում Գիժմոզին եւ այլն։ Թե թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Գուլակյանը եւ թե այլ մասնագետներ նկատում են, որ նա իր խաղով դուրս է մնում թատրոնի անսամբլայնությունից։ Նա քիչ է շփվում խաղընկերների հետ, ներկայացման մեջ ասես իր ներկայացումն է ստեղծում։ Բայց այս պատճառով չէ, որ հեռանում է թատրոնից։ Մի անգամ նա չի գալիս ներկայացման առանց զգուշացնելու եւ ներկայացումը հետաձգվում է։ Իսկ Արմեն Գուլակյանը մեր թատրոնի պատմության ամենախստահայաց եւ ամենասկզբունքային մարդն էր։ Նրանք մտերիմ ընկերներ էին, Թիֆլիսում միասին էին մեծացել, միասին էին 25 օր ապրակաթար վագոնով հասել Մոսկվա, որպեսզի միասին սովորեն նորաբաց դրամատիկական ստուդիայում, միասին ապրել էին Լազարյան ճեմարանում, կիսել էին դառը օրեր ցրտի սովի պայմաններում եւ այլն, բայց դա չի խանգարում, որ ներկայացման տապալման հաջորդ օրնից Գուլակյանի հրամանով Սուրեն Քոչարյանը հեռացվի թատրոնից։ Մինչ այդ արդեն մի քանի անգամ իր ընթերցումներով հանդես էր եկել Հայ ֆիլհարմոնիայում։ Այնպես որ վաղ թե ուշ հեռանալու էր, որպեսզի ստեղծի մեկ դերասանի իր թատրոնը։ Այժմ արդեն կարող էր իր ողջ ժամանակը, էներգիան, ջանքերը ուղղել հենց այդ գործին։ Այդպես սկսվելու էր խոչընդոտներով ու հաջողություններով լի մի երկար ճանապարհ, որը մեծ հռչակ էր բերելու նրան ոչ խորհրդային երկրում ու նաև նրա սահմաններից շատ հեռու։ Вот поднялась звезда лучезарная, вестница светлой, в сумраке раннем родившаяся, Эос, и путь свой окончив, к брегу и так и желанной пристал Одиссей богоравный. Грудь Одиссея при виде отчизны наполнилась счастьем, бурным весельем. Без всякой надежды, с разорванным сердцем странствовал я. Наконец от напастей избавили боги. Бросился он целовать плододарную землю родную, плача в тоске несказанной. Ինք համարում էր, որ երկու ուսուցիչ է ունեցել, Հարազատ Տատն էր եւ Հովանես Թումանյանը։ Տատը շատ լավ պատմելու ձիրք է ունեցել, եղել է շատ սրամիտ մի կին։ Հետաքրքիր է, որ Քոչարյանը տատին մի անգամ հրավիրում է իր ներկայացմանը եւ նստեցնում առաջին կարգում, բայց ներկայացումից հետո լոռեցի կինն ասում է, որ այդ ինչ էր, որ դե հենց ես էլ կարայի զրից անեի։ Սա Քոչարյանն ընկալում է որպես մեծագույն գովեստ։ Իսկ Թումանյանի հետ մի քանի շփումներից եւ նրա ստեղծագործություններից Քոչարյանը ստանում է իր հիմնական ներշնչումը եւ պատահական չէ, որ երկար տարիներ նա կատարում է Թումանյանի տարբեր գործեր, այդ թվում նաեւ հեքիաթները։ Երեխեք, ժամանակով մի մարդուկնիկ են ալամ, սրանք ունենում են իրեք հատ, ինչ են ունենում, աղջիկ, ողոր մի օրդ, հետա։ Սրանց հերը մի օր բանանել իսա ալամ,
շատ բեսարում, ծարավım, մեծ աղջկանը ղրգում է աղբուրը ջրի։ Մեծ աղջիկը որ գալիս է աղբուրը հա, կուժը լկցնում է, դնում կողքին, միտ կանեմ թե, համի ես որ մարդու գնամ, կունենամ մի վուրդի, անումը կդնեն կիկուս, գդակն էլ կկարեմ պոպս, մավն գա բացրանա ես ծարին, վերընգնի դիպչի կարին մերնի, լայ կիկուս ճան, լայ, նստում ու սուկ հանում, բադե ոնց սուկ ճանի, մոր սիրտա կարոչի, 1939 թվականին Սուրեն Քոչարյանը հաստատվում է Մոսկվայում, թեև ամեն տարի բազմիցս գալիս է Երևան ներկայացումներ խաղալու։ Ժանր ռուսական միջավայրում շատ տարածված էր։ Միայն Մոսկվայում բեմական գրական էստրադայի բեմ էին բարձրանում 400-ից ավելի արտիստներ։ Սուրեն Քոչարյանը շատ արագ հաջողում է Մոսկվայում, աստիճանաբար ավելացնելով իր հռչակը, եւ գալիս է մի ժամանակ, որ նրան կոչում են ամենաինքնատիպն ու ամենատաղանդավորը ժանրի բոլոր ներկայացուցիչների մեջ։ Բայց հաջողությունն ու հռչակը չէին կարող նախանձ ու չարակամություն չստեղծել։ Ստալինյան բռնությունների տարիներին արտիստը հասկանում է, որ այդ չարակամությունը կարող է իրեն կյանք արժանալ։ Ուստի փորձում է նախապես կանխարգելել դա եւ մի նամակ է գրում ՍՍՀ Ժողկոմխորի նախագահի տեղակալ, հետագայում երկրի գլխավոր դատախազ Վիշնևսկուն, ում ստորագրությամբ միլիոնավոր մարդիկ զոհվեցին ստալինյան բռնությունների, գնդակահարվեցին, ոչնչացվեցին ստալինյան բռնությունների տարիներին։ Սուրեն Քոչարյանը այդ նամակում գրում է. Ասմունքի բնագավառում ամեն ինչ չէ, որ կարգին է։ Մենք տարեկան 400 միլիոնից ավելի ունկնդիր ունենք։ Ասմունքը որպես ամենամաչելի թատրոն, որպես թատրոնից ավելի մաչելի իդեոլոգիական զենք անպայման պիտի լինի պետության հսկողության տակ։ Շուտով ինքը Քոչարյանն է դառնում այդ պետական հսկողության եւ իդեոլոգիական զենքի տուժածներից մեկը։ Երևանում 2 անգամ հանդես է գալիս Խաչատուր Աբոյանի «Վերք Հայաստանի» վեպի ընթերցումով, որից հետո այն արգելվում է։ Պատրվակը հնչում է որպես մեծ լուսավորչի վեպի կողմնակալ ընկալում ու խեղաթյուրում։ Հայաստանի կենտկոմը այն որակում է գաղափարապես վնասակար գործ։ Իրականում պատճառն ուրիշ էր։ Երբ Սուրեն Քոչարյանը բեմից ընթերցում էր «Վերք Հայաստանի» վեպի այն հատվածը, ուր ասվում է 10 լեզու իմացիր, 100 լեզու իմացիր, բայց քո լեզուն ղայիմ, այսինքն ամուր, պինդ բռնիր։ Այդ խոսքերի վրա դահլիճը ծափողջումներով էր ընդունում եւ մեծ օվացիա սարքում, որը կենտկոմականներին թվացել էր որպես ազգայնականության ցուցադրություն։ Էչմիածին, Թավրիզ, Աբասաբադ, Սարդարաբադ, Ռսի, ոտի հողին արժանացան, Երևանը դեր գլուխը դեմեր արել։ 1827 թվի հոկտեմբերի 1-ն էր, որ Երևանի բերքը ծխումը կորավ։ 5 օր 5 գիշեր սարուձոր դրմփում դմդմփում էր։ Երևանի բերքը եղահատած ճրագի պես մեկ ճրճրթումել էր, էլի նորից հանգչում խավարում էր։ Սարդարն ու Շահզադեն վաղուց էին Պարսկաստան փախել, Հասան խանները մնացել մենակ, տեսավ ճարչկա բալնկները ձեռներին ռայ եկավ։ Ռսի գեներալը, զորքը, մերանմա սրբազաններ սեսը հետները խաչավետարան ձեռին մտան բերդը, որ հայոց աշխարհի ազատության տոնը կատարեն։ Սալդատի տուտը բերդը մտավ թե չէ, ու ուրախության աղմուկն արտաս ու կպարծ ցույց տվին, որ ռսների Երևան առնիլը հայերի համար ավելի գին ուներ, քան թե մեղավորների համար դժոխքի քանդվիլը։ Վերք Հայաստանին արտիստը շարունակեց հայ հանդիսատեսին ներկայացնել միայն Ստալինի մահից հետո, բայց մինչ այդ բռնությունների տարիներին, երբ օղակը նրա շուրջ շատ էր սեղմվում, ստիպված եղավ մի քանի գաղափարական տուրքեր տալ։ Նամբոսկովյան հանդիսատեսին ներկայացրեց Մոյակովսկու Լենին պոեմը, ավելի ուշ նաև երիտասարդ Գվարդիան։ Բացի այդ ստեղծել էր մի կոմպոզիցիա, որը կոչվում էր Շեքսպիր, հանուն հայրենիքի, դա արդեն համաշխարհային պատերազմի տարիներին, հայրենական պատերազմի այսպես կոչված տարիներին, հասկանալի է, որ Շեքսպիրը այդպիսի գործ չունի, այդպիսի ստեղծագործություն չկա հանուն հայրենիքի։
Քոչարյանն ուղղակի ծաղկաքաղ էր արել Շեքսպիրի տարբեր ստեղծագործություններից, որոնք հայրենիքին էին վերաբերում, հայրենիքի գովեստի արտահայտություններ ունեին։ Բայց նույնիսկ այդ գործերում Քոչարյանը նույնքան տաղանդավոր ու ինքնատիպ էր, ինչքան հայ եւ համաշխարհային գրականության ստեղծագործությունները ընթերցելիս։ Նա իսկապես ստեղծել էր մեկ դերասանի թատրոն, դիմախաղող կամ ձեռքերի փոքրիկ ժեստերով, բայց ավելի շատ արտասանության, առոգանության բազմազանությամբ նա միաժամանակ կարողանում էր բեմի վրա երբեմն 3, երբեմն 4-5 կերպար ներկայացնել։ Չկար սովետական միության մեծ կամ փոքր որևէ քաղաք, որտեղ Սուրեն Քոչարյանը ելույթ ունեցած չլիներ։ Հաճախ էր լինում նաև արտասահմանում, բայց ստիպված էր դրսից եկած հարյուրավոր հրավերներ մերժել թե ժամանակի պատճառով, եթե վատթարացող առողջության։ Միաժամանակ մտքում ուներ 35 ծավալուն գրական ստեղծագործություն, չէր օգտվում անգամ հուշարարի ծառայությունից։ Դրանցից յուրաքանչյուրի վրա նա բանասեր գիտնականի, հետազոտող տեքստաբանի մեծ աշխատանք էր կատարած լինում։ Նա հայ եւ համաշխարհային գրականության գործերը ներկայացնում էր հայերեն, ռուսերեն, վրացերեն, արաբերեն։ Դեռ մինչ հայոց այբուբենին ծանոթանալը հայ մանուկները նրա միջոցով անգիր գիտեին, յուրացնում էին Թումանյանի հեքիաթներն ու Սասունցի Դավիթը։ Նրա կյանքի վերջին տարիներին Երևան ստուդիայում որոշում են տեսաձայնագրել նրա ելույթները։ Մոսկվա է գործողում որպես ռեժիսոր Երվանդ Մանարյանը օպերատոր Լայարդ Պողոսյանի հետ։ Երկար ամիսներ են տևում այդ չարչարանքները, այդ աշխատանքները, բայց ոչ մի հեռուստատեսություն այդուհետ ամբողջական երբևէ չի ներկայացրել նրա ելույթները։ Անցնում էին այդ ժանրի ժամանակները։ Մարդիկ գերադասում էին ավելի կարճ եւ ավելի զվարճալի ժանրեր։ Այսօր էլ այդ երկարաշունչ պատմությունները դժվար թե կարողանան մեծ լսարան հավաքել, սակայն դրանք կարող են ցուցադրվել մասնագիտական բուհերում որպես բեմական խոսքի կատարյալ օրինակներ։ Սուրեն Քոչարյանը կյանքին հրաժեշտ տվեց 1979 թվականին Մոսկվայում եւ իր վերջին հանգրվանը գտավ Երևանում։ Եվ միայն մահվանից ամիսներ անց պարզվեց, որ արտիստը չի հեռացել կյանքից իր բնական մահով։ Նա միամտություն է ունեցել իր ողջ ունեցվածքը կտակել իր ռուս սպասուհուն եւ այդ մասին հայտնել նրան։ Վերջինս էլ որոշել է հնարավորինս արագ տիրանալ այդ կարողությանը եւ որդու հետ թունավորել են, կերակրի մեջ թույն լցնելով սպանել են արտիստին։ Սուրեն Քոչարյանի թողած արվեստի հարուստ ժառանգությունը հուշում է մի կարևոր բան՝ թատրոնի եւ գրականության անբաժանելի լինելու փաստը։ Նրանք երկուսն էլ տուժում են առանց մեկ-մեկու փոխ լրացնելու։ Երեխեք դու մի ասես, դրանց միջի խելոքը հերնալը։ Ասմա, այս արսաղնի ասմա, համի լացլելով, սուքանելով, կիկոսին հոչեք կենտանացնի ասմա, աշխարհքյոր ենք ասմա, մերնիլ էլ կա, ապրիլ էլ կա, վեկացեք գնանք տուն, կիկոսի քելեխը տանք։ Գալիս են տուն, սրանց ունեցած չորքոտանին մի կենդ եզնալը, ունեցած ալիրնել մի կտոց փոշի։ Նա եզը գետնովն են տալի, ալիրը ջրովը, կիկոսի քելեխը տալիս են նոր որ տնով տեղով բոլորն են հանգստանում են։